Երևի այս աշխարհում իմ վրա ոչ մի բան այնքան շատ չի ազդում, ինչքան են on-line շոփերը, որոնք արժեքը չեն գրում կամ գրում են ձեզ պատասխանել ենք անձնական նամակով։ Կներեք, դա պետական գաղտնիք է, որ դուք ինձ անձնական նամակով եք պատասխանել։ Տենց լավ չի, հայ փոստով ուղարկեք, մի քանի օր սպասեմ, գնամ ստանամ, որ իմանամ գինը։ Եթե ձեր տաբատը 20,000 դրամ արժի, ուղղակի կարող եք գրել արժեքը 20,000 դրամ է, կամ եթե 50,000 դրամ է, գրեք 50,000 դրամ է։ Եթե իմ գրպանին հարմար է, ես կմտնեմ ու կպատվիրեմ։ Եթե ոչ, դուք ինձ գրեք, մի քանի անգամ նամակ ուղարկեք, ես միևնույնն է չեմ պատվիրի, որտեղ դա իմ գրպանին հարմար չի։ Եթե դուք տենց մտածում եք, որ ձեր էջը կակտիվանա, դուք շատ հաճախորդներ կունենաք, ոչ, դա այդպես չի։ Այդ դեպքում դուք կունենաք 100 նամակ, որոնցից եւ ոչ մեկը ձեզնից չի գնի այդ տաբատը։ Բայց եթե դուք արժեքը գրեք, մարդիկ արդեն ռեալ հաճախորդներ, ովքեր ունեն գումար, ովքեր կարող են վճարել այդքան, իրենց թույլ տալ այդքան, կմտնեն եւ կպատվիրեն, դուք էլ չեք կորցնի ժամանակ եւ կունենաք միանգամից հաճախորդ։ Ես ինքս չեմ վստահում այդ on-line շոփերին, որոնք չեն ուզում արժեք հասնել։ Իմ մոտ տպավորությունն է, որ ինձ խաբում են։ Ինձ ուրիշ կին են ասում, մեկ ուրիշին ուրիշ կին։ Ուրիշ բացատրություն չկա։